Այսօր պետք է կարդանք եւ շարունակենք մեր Կորինթացիների նամակը 12-րդ գլուխ 12 եւ 13 համարները։ Եկեք կարդանք նախ։ Ինչպես մարմինը մեկ է եւ շատ անդամներ ունի, եւ մեկ մարմնի բոլոր անդամները շատ լինելով մեկ մարմին են, այնպես էլ նաեւ Քրիստոսը, որովհետև մեկ հոգով մենք բոլորս մկրտվեցինք մեկ մարմին լինելու համար, թե հրյաներ, թե հույներ, թե ծառաներ, թե ազատներ եւ բոլորս մեկ հոգուց խմեցինք։ Ամեն։ Նայեք, այսօր պետք է խոսանք հոգու մկրտության, կարելի ասել, այսպես են ձևակերպել, այսպիսի պատգամ պետք է ունենք հոգու մկրտության վարդապետությունը։ Ինչի համար չենք ուզում շատ տեքստերի մեջով անցնել, որովհետև այս երկու համարը շատ խեղացյուրված է շատ հարավարությունների կողմից, ինչպես նաև կորինթացիների կողմից էր, այս ամենը սխալ ընկալվում եւ տարբեր գաղափարներ էր կրում։ Ուրեմն կորինթացիների կողմից իրենց հոգևոր պարգևների չարաշահումը վկայում էր նրանց կապվածության մասին մարմնի եւ աշխարհի եւ կապված էր նրանց անմիաբանության հետ, որը Պողոսը շարունակում էր հանդիմանել։ Պատկերելով հոգևոր պարգևների բազմազանությունը 12-րդ գլուխ 4-ից 11 համարներում առաքելը ընդգծում է, որ պարգևների աղբյուրը Աստված է 4-րդ համարում, 5-ում, 6-ում, 8-ում, 9-ում, 11-ում։ Բացի այդ, Պողոսը ընդգծում է, որ դրանք բոլորն էլ ունեն մեկ նպատակ՝ ցույց տալու Սուրբ Հոգու գործողությունն ու զորությունը ամբողջ եկեղեցու օգտի համար։ 7-րդ համար այսպես է ասում. բայց հոգու հայտնությունը տրված է յուրաքանչյուրին բոլորի օգուտի համար։ Միասնության այս իրողությանը առաքյալին հանգեցրեց փրկված հավատացյալների հետ միասնության մասին զրույց սկսելու գաղափարին։ Այս հատվածում Պողոսը բացատրում եւ պատկերում է եկեղեցու միասնության բնույթն ու կարեւորությունը, ապա կրկին ընդգծում է բազմազանության կարեւորությունը որպես այդ միասնության հիմնական գործոն։ Պարգևների կարեւորությունը, այսինքն եկեղեցում պարգևները Աստծո կողմից տրված միջոց է համայնքին միասնություն բերելու համար։ Սակայն մինչև եկեղեցու յուրաքանչյուր անդամ չճանաչի եւ չհամաձայնվի այդ դերի հետ, որը կոչված է միավորելու Քրիստոսի մարմնին, այդ պարգևները կբաժանի, այլ ոչ թե կմիավորի, կքանդի, այլ ոչ թե կկառուցի, կստեղծի անհամաձայնություն, այլ ոչ թե ներդաշնակություն, եւ կհանգեցնի եսասիրության, այլ ոչ թե ինքնազոհաբերության, որ այսօր մենք տեսնում ենք շատ համայնքներում հենց այնպիսի սխալ են կիրառում հոգևոր պարգևները, որը որ այսօր բերել է եկեղեցիների բաժանության, որովհետև ամեն մեկը պարգևը ուզում է գործել իր իսկ ուզած ձևով, այլ ոչ թե Տիրոջ կամքով։ 12-րդ համարում Պողոսը միասնության օրինակ է բերում, իսկ 13-րդ համարում նա բացատրում է դրա ծագումը։ Միավորված մեկ մարմնում 12 համարում եւ կրկին Պողոսը օգտագործում է մարդկային մարմնի համեմատությունը Քրիստոսի մարմնի եկեղեցու միասնության եւ դրա մասերի փոխհարաբերության գաղափարը պատկերելու համար։ Մինչև 12-րդ գլխի 27-րդ համարը նա մարմին տերմինը օգտագործում է ավելի քան 16 անգամ եւ Պողոս այս փոխաբերությունը օգտագործում է նաեւ այլ թղթերում Հռոմեացիների 12:5-ում, Եփեսացիների 1:23-ում, Եփեսացիներում շատ է օգտագործում եւ Կողոսացիների 1:18-ում։ Մարդու մարմինը Աստծո անհամատելի զարմանալի օրգանական ստեղծագործությունն է,
զարմանալիորեն բարդ, բայց միևնույն ժամանակ միասնական, որը գործում է անհամատելի ներդաշնակության և փոխկապակցության մեջ։ Մարմինը մեկ ամբողջություն է և չի կարող բաժանվել մասերի, քանի որ առանձնացված մասը դադարում է գործել և մահանում է, մինչդեռ մարմնի մնացած մասը կորցնում է իր կարողությունների և արդյունավետության մի մասը։ Քրիստոսի մարմինը նույնպես մեկն է։ Կան բազմաթիվ քրիստոնեական կազմակերպություններ, հաստատություններ, հարանվանություններ, մարմիններ և բոլոր տեսակի խմբեր, բայց կա միայն մեկ եկեղեցի, և Քրիստոսի յուրաքանչյուր ճշմարիտ հավատացյալ նրա անդամն է։ Պողոսը այնքան համառորեն հետապնդում է եկեղեցու միասնության գաղափարը, որ նույնիսկ Քրիստոսի մասին խոսում է որպես եկեղեցի, ինչ է ասում 12-րդ համարում, այդպես է նաև Քրիստոսը ասում է։ Քրիստոսին եկեղեցուց բաժանելը նույնքան անհնար է, որքան մարմինը գլխից բաժանելը։ Երբ Քրիստոսի մասին խոսում է որպես եկեղեցու գլուխ, այն միշտ նկատի ունի այն կենտրոնը, որտեղից իրականացվում է մարմնի նկատմամբ մտավոր և հոգևոր վերահսկողությունը։ Երբ մեր մարմինը զրկվում է գիտակցությունից և հոգուց, այն դադարում է մարմին լինելուց և դառնում է պարզապես դիակ։ Այն դեռևս ներկայացնում է ինչ-որ ամբողջական բան, բայց այլևս կենդանի օրգանիզմ չէ։ Քրիստոսը նույն բանի մասին խոսում է օգտագործելով մեկ այլ փոխաբերություն։ Ինչ է ասում. «Ես որդատունկն եմ, իսկ դուք ճյուղերը։ Ով մնում է ինձ մեջ և ես նրա մեջ, նա շատ պտուղ է տալիս, որովհետև առանց ինձ ոչինչ չեք կարող անել» Հովհաննես 15:5։ Ծառից անջատված ճյուղը ոչ միայն անպտուղ է, այլ նաև անկենդան է, այսինքն այնպես չի, որ միայն պտուղ չի տալիս, նա արդեն շունչ չունի իր մեջ, կենդանություն չունի։ Այս պատճառով նոր կտակարանը խոսում է մեր Քրիստոսի մեջ լինելու մասին, իսկ Քրիստոսը մեր մեջ լինելու մասին։ Քրիստոսը պարզապես իր եկեղեցու հետ չէ, նա իր եկեղեցում է և նրա եկեղեցին նրա մեջ է, նրանք լինելով նույնացված են, մեկացված են։ Եկեղեցին օրգանական մարմին է Հիսուս Քրիստոսի կենդանի դրսևորումը, որը զարկերակում է և շնչում է Աստծո հավիտենական կյանքի հետ համահունչ։ Ընդհանուր հայտարարն այն է, որ Աստծո կյանքն ինքը ներկա է հավատացյալների մեջ։ Հիսուսն ասաց, որովհետև ես ապրում եմ, դուք էլ պիտի ապրեք, Հովհաննես 14:19։ Ով ունի Աստծո որդուն կյանք ունի, Հովհաննես 5:12, որովհետև ով Տիրոջը միացած է, մեկ հոգի է նրա հետ, Ա Կորինթացիների 6:17։ Ուշադիր, երբ Քրիստոսը երկրի վրա էր, նա մարմնացած էր մեկ մարմնով։ Հիմա նա մարմնացած է մեկ այլ մարմնով, մեծ մարմնով, բազմազան և թանկարժեք մարմնով, իր եկեղեցով։ Այժմ Քրիստոսը մարմնացած է աշխարհում իր եկեղեցու միջոցով։ Եկեղեցուն իրական կյանք չի կարող լինել առանց Քրիստոսի։ Պողոսը չի ասում ինձ համար ապրելը նշանակում է քրիստոնյա լինել, այլ ասում է ինձ համար ապրելը Քրիստոս է Փիլիպպեցիների 1:21-ում։ Նա նաև կարող էր համարձակ ասել այլևս ես չեմ ապրում, այլ Քրիստոսն է, որ ապրում է իմ մեջ, Գաղատացիների 2:20-ում։ Քրիստոսի այս կյանքը պատկանում է յուրաքանչյուր հավատացյալին և հետևաբար յուրաքանչյուր հավատացյալ Քրիստոսի մասնիկն է, նրա մարմնի եկեղեցու մասնիկը։ Եկեղեցին մեկ մարմին է, որտեղ Քրիստոսն էլ է մեկ, ասում է Պողոսը։ Այս հաղորդակցության իմաստի օրինակները կարելի է նաև գտնել Մատթեոս ավետարանի 18:5 համարում և 25:31-46 համարներում, որտեղ մեր Տերը սովորեցնում է, որ այն ինչ անում ենք Աստծո զավակներից մեկի համար, մենք հենց անում ենք Քրիստոսի համար։
Եվ 13 համարում տալիս է մեկ հոգով մկրտված լինելու զրույցը, նայեք, հենց այս մեկ հոգով մկրտված լինելը, խարիզմատների մոտ այս գաղափարը մի այլ կերպ է ընկալվում, նրանք գիտեք ոնց է, ասում են մենք պետք է վերստին ծնվենք, մի հատ էլ մկրտվենք հոգով, իրանք այդպես են ասում, այսինքն վերստին ծննդից հետո պետք է ջանք անենք, որ մկրտվենք հոգով։ Այս համարում Պողոսը նայեք ներկայացնում է Քրիստոսի մարմնի մասին երկու կարևոր ճշմարտություն։ Նա խոսում է դրա կազմավորման եւ լցվելու մասին։ Մարմնի ձևն է ցույց տալիս։ Եկեղեցին սովորեցնում է, երբ Քրիստոսը մկրտում է հավատացյալներին Սուրբ Հոգով, երբ է մկրտում Սուրբ Հոգով։ Ասում է, որովհետև մեկ հոգով մենք բոլորս մկրտվում ենք մեկ մարմնի մեջ։ Սուրբ Հոգին միջնորդ է մկրտության մեջ, բայց կարևորը մենք պետք է իմանանք, բայց Քրիստոսն է մկրտում Սուրբ Հոգով, հենց ինքը Քրիստոսը։ Եկեք մի հատ կարդանք, որովհետև մեկ հոգով 13 համարը, մենք բոլորս մկրտվեցինք մեկ մարմին լինելու համար, թե հրյաներ, թե հույներ, թե ծառաներ, թե ազատներ եւ բոլորս մեկ հոգուց խմեցինք։ Հիսուսի մկրտության ժամանակ, հիշում եք, Հովհաննես Մկրտիչն ասում է, որ Քրիստոսն է գալիս իրանից հետո, ով ավելի հզոր է, քան ինքը։ Եվ որ նա կմկրտի, ինքը կմկրտի Սուրբ Հոգով եւ կրակով։ Մատթեոս 3:11 համարում։ Նաեւ Ղուկասում է խոսում, Մարկոսում։ Ուշադիր կուզեմ լինեք, հա, ինչպես բացատրում է հաջորդ համարը մեր, կրակով մկրտությունը Մատթեոս ավետարանի դժոխքի տանջանքների դատապարտությունն է, որմնախոտի այրումը անշեշտ կրակով։ Որպես փրկիչ Քրիստոսը մկրտում է Սուրբ Հոգով, որպես դատավոր նա մկրտում է կրակով։ Բոլոր հավատացյալները ստանում են Սուրբ Հոգու մկրտությունը, բոլոր անհավատները ստանում են կրակով մկրտությունը։ Հետևաբար Քրիստոսը մկրտում է յուրաքանչյուր կենդանի հոգու։ Քրիստոսը մկրտում է յուրաքանչյուր կենդանի հոգու։ Պետք է նաև նշել, որ Պողոսը այստեղ չի խոսում ջրային մկրտության մասին։ Ջրային մկրտությունը արտաքին ֆիզիկական ծես է, որը վկայում է, որ հավատացյալները իրենք են ցանկանում հնազանդվել Քրիստոսի պատվիրանին, որը տվեց Մատթեոս 28:19 համարում, նաև Գործք առաքելոց 2:38 համարում արդեն տեսնում ենք։ Դա քո ներքին հավատքի արտաքին վկայությունն է։ Ջրային մկրտությունը որևէ դեր չի խաղում հավատքի դարձի գալու գործում կամ մեղքերի թողության մաքրման, ինչպես ասացի, շատ խարիզմատներ ուսուցանում են։ Ջրով մկրտվեք, սա մեղքերը ձեր լվանում է, ջրով մկրտեք, տարբեր տեղ ասում են դա վերստին ծնունն է, օրինակ առաքելական եկեղեցին էլ այդպես ասում, որ մկրտությունով, կնունքով արդեն մարդը փրկվում է, բայց դա ոչ աստվածաշնչյան ուսմունք է։ Բայց այն վկայում է եկեղեցու եւ աշխարհի համար հոգու մեջ տեղի ունեցած դարձի մասին։ Հոգևոր մկրտությունը ընդհակառակը ամբողջությամբ Աստծո ձեռքերի գործն է։ Իրականում այն փրկության հոմանիշն է։ Նոր կտակարանում բապտիզո, հա, մկրտել տերմինը փոխաբերական իմաստով վերաբերվում է տառապանքի համբերությանը։ Եկեք կարդանք Մատթեոս ավետարանի 20-րդ գլուխ 22-ից 23 համարը, որտեղ հենց օգտագործում է այս բապտիզո բառը։ Մատթեոս ավետարան 20-րդ գլուխ 22-ից 23 համարները։ Իսկ Հիսուսը պատասխանեց եւ ասաց. դուք չգիտեք, թե ինչ եք խնդրում, աշակերտների հետ է խոսում։ Կարող եք խմել այն բաժակը, որ ես եմ խմելու, կամ մկրտվել այն մկրտությամբ, որով ես եմ մկրտվելու։ Նրանք ասացին, նրանք կարող ենք, եւ Հիսուսը նրանց ասաց. իմ բաժակն իրոք խմեք եւ այն մկրտությամբ, որով ես մկրտվել եմ, կմկրտվեք,
բայց իմ աջ ու ձախ կողմերը նստելը իմ կողմից չի տրվում, այլ պիտի տրվի նրանց, որոնց համար իմ հայրը պատրաստել է։ Կամ Քրիստոսի մահվան եւ հարության մեջ հոգևոր ընկղման մասին է խոսում, որն էլ Հռոմեացիների 6-րդ գլուխ 3-ից 5 համարներն է։ Դուք չգիտեք, թե մեզանից ովքեր Հիսուս Քրիստոսի մեջ մկրտվեցին, նրա մահվանը մկրտվեցին։ Հետևաբար մենք մկրտությամբ նրա հետ մահվան մեջ թաղվեցինք, որ ինչպես Քրիստոսը հոր փառքով հարություն առավ մեռելներից, այնպես էլ մենք կյանքի նորոգության մեջ քայլենք։ Քանի որ եթե մենք միաձուլվեցինք իր մահվան նմանությամբ, ապա նույնպես պիտի իր հարության նմանությամբ լինենք։ Ապա այսպիսի գաղափար է մեզ փոխանցում Սուրբ Գիրքը մկրտության վերաբերյալ, որը որ խոսում է հենց տառապանքի, հալածանքի մասին, որի միջոցով մենք մեկ ենք դառնում, միաձուլվում ենք, մեկանում ենք հենց Քրիստոսի հետ։ Հավատացյալները հոգեպես ընկղվում են Քրիստոսի մարմնի մեջ, ինչպես մկրտվածը ընկղմվում է ջրի մեջ։ Պետք է նշել, որ նոր կտակարանի ոչ մի հատված չի թարգմանվում որպես Սուրբ Հոգու մկրտություն։ Այդ թվում հենց կոնկրետ այս համարը, որը որ մենք կարդում ենք Կորինթացիներից, մեկ հոգով։ Սա հուներեն «էնչենի պնեումատի»։ Այս արտահայտությունը կարող է նշանակել մեկ հոգով կամ պարզապես մեկ հոգու միջոցով։ Քանի որ տեսեք, Քրիստոսը մկրտեց հավատացյալներին, ավելի լավ է այս արտահայտությունը թարգմանել որպես մեկ հոգով, պարզապես մեկ հոգով։ Տեսեք, երբ մենք ընդունում ենք Քրիստոսին հավատքով, մենք ստանում ենք նոր կյանք եւ տեղադրվում ենք մարմնի մեջ, ոչ թե Սուրբ Հոգու մկրտությամբ, այլ Քրիստոսի Սուրբ Հոգու մկրտությամբ։ Սա պարտադիր է շեշտել Քրիստոսի Սուրբ Հոգու մկրտությամբ։ Գիտեք, այսօր շատ աղոթքներ ենք լսում, որ կանչում են, բեմի առաջ, ասում են Սուրբ Հոգի մեզ մկրտիր, կամ մկրտիր այս մեկին, այն մեկին քո զորությամբ եւ այլն։ Սուրբ Հոգին չի ինքը մկրտողը, սա Քրիստոսն է, որ մկրտում է մեզ իր հոգով։ Անհնար է, տեսեք, լինել քրիստոնյա եւ չմկրտված չլինել Քրիստոսի Սուրբ Հոգով, բայց նաեւ անհնար է ունենալ հոգով մեկից ավելի մկրտություն, կամ միայն մեկ հոգով մկրտություն, Քրիստոսի հոգով մկրտությունը, որը բոլոր հավատացյալները ստանում են վերստին ծննդի ժամանակ։ Երկրորդ գաղափարը, երկրորդ հոգու մկրտությունը գոյություն չունի պարզապես, որտեղ Սուրբ Գիրքը մեզ դրա մասին ոչ մի տեղեկություն չի տալիս։ Տալիս է Թեսաղոնիկեցիների նամակում ասում է լցվեք Սուրբ Հոգով, իսկ դա չի նշանակում ինչ որ զորություն ման գալ, այլ դա նշանակում է լցվել պարզապես խոսքով, կարդալ, սերտել, ուսումնասիրել։ Ինչևէ, այս մկրտությամբ որդին բոլոր հավատացյալներին կարծես տեղադրում է հոգու անձի եւ զորության ոլորտում, նոր ոլորտում, ուրիշների հետ նոր հարաբերությունների մեջ, Քրիստոսի հետ նոր միության մեջ։ Եվ Սուրբ Հոգու գալը Պենտեկոստեի օրը նաև վկայում է, որ դա Հիսուս Քրիստոսի մկրտությունն էր, որը Հովհաննեսը կանխագուշակեց Մատթեոս ավետարանի 3-րդ գլուխ 11 համարում։ Նա ձեզ կմկրտի Սուրբ Հոգով։ Կարդանք Գործք առաքելոց 2-րդ գլուխ, Գործք առաքելոց 2-րդ գլուխ 32-ից 33 համարները։ Գործք առաքելոց 2-րդ գլուխ 32-ից 33 համարները։ Այս Հիսուսին Աստված հարուցանեց, որին մենք բոլորս վկա ենք։ Ուստի Աստծո աջով բարձրացնելով եւ Հորից Սուրբ Հոգու խոստումը ստանալով սփռեց այս, որ դուք հիմա տեսնում եւ լսում եք։ Սփռեց։ Հիմա եւ սա Հիսուսի խոստումն էր
Հովանես 7-րդ գլուխ 37-ից 39 համարներում։ Ինչ է ասում, եւ տոնի վերջին մեծ օրը Հիսուսը կանգնած էր եւ աղաղակում էր ասելով, թե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա ու խմի, ինչպես գիրքն է ասում, ով ինձ հավատում է, նրա ներսից կենթանի ջրերի գետեր պիտի բխեն։ Նա այս նկատի ուներ ասելով, որ ովքեր որ ընդունելու էին նրան հավատացյալները, լցվելու էին հենց Աստծո հոգով, որը որ նա էր խոստանում, քանի որ ինչու էր այսպես խոսում, որտեղ դեռ Հիսուսը փառավորված չէր, եւ քանի դեռ Հիսուսը փառավորված չէր, Սուրբ Հոգին պետք է չգար։ Մենք ավելի չգիտենք այս մկրտության կատարման մասին, քան գիտենք այն մասին, թե ինչպես կարող է Աստված մարդուն նոր սիրտ եւ նոր կյանք տալ։ Մենք չենք կարող հասկանալ այս խորհուրդները, սակայն ինչ վերաբերվում է ուշադիր երրորդության յուրաքանչյուր անձի դերի փրկության մեջ, ապա որևէ խորհուրդ չկա։ Հայր ուղարկեց որդուն, իսկ որդին հոգուն։ Որդին աստվածային փրկիչն է, իսկ Սուրբ Հոգին աստվածային մխիթարիչը, օգնականը եւ միջնորդը։ Որդին մկրտիչն է, իսկ Սուրբ Հոգին միջնորդը մկրտության մեջ։ Պողոսի խոսքերի իմաստը առաջի Կորինթացիների 12-րդ գլուխ 13 համարում այն է, որ մեկ հոգով մկրտությունը եկեղեցին դարձնում է մեկ մարմին։ Եթե լիներ մեկ հոգով մկրտությունից ավելին, ապա կլիներ մեկից ավելի եկեղեցի։ Եվ Պողոսի խոսքերի իմաստը կխախտվեր պարզապես։ Առաքյալը հոգով մկրտության վարդապետությունն օգտագործում է ցույց տալու համար բոլոր հավատացյալների միասնությունը մարմնի մեջ։ Այսօր շատ սխալվող ուսուցիչներ օգտագործում են հոգու մկրտության սխալ մեկնաբանությունը մարմնից առանձնացնելու համար մի երևակայական հոգևոր էլիտայի, որը ենթադրաբար ունի մի բան, որը մենք մնացածներս չունենք։ Նման տեսակետը ոչնչացնում է Պողոսի այստեղ սովորացրած ամբողջ ուսմունքը։ Նրանք ինչ են ուսուցանում, հիմնականում նրանց հովիվներն ու առաջնորդները, որ նրանք հոգու մկրտության մեկ այլ դաշտում են գտնվում, քանց օրինակի համար լսարանը։ Հիմա պատկերացրեք, ես խոսամ, որ ես ունեմ հոգու մկրտության երկրորդ այն փուլը, որը որ ես ձգտելով հասել եմ, իսկ դուք դեռ չեք կարող ձգտեք, որովհետև թերահավատ եք, որովհետև այս ու տարբեր պատճառներ են բերում։ Սա նախ Սուրբ գրային չէ, եւ երկրորդը սա Քրիստոսի փառքի գողացումն է, որ իրենց ավելի են մեծացնում եւ հավատացյալներին շատ ցածրացնում։ Ինչ է ասում, քանզի մեկ հոգով մենք բոլորս մկրտվեցինք, մեկ մարմնի մեջ 13 համարը, թե հրյաներ, թե հույներ, թե ստրուկներ, թե ազատներ, անհնար է այս ճշմարտությունն ավելի հստակ արտահայտել, քան Պողոսն է այստեղ ասում մեկ հոգով մկրտությունը, մեկ եկեղեցի է կազմում, մեկ եկեղեցի է ստեղծում։ Չկան կիսապռատ քրիստոնյաներ, որոնք միայն մասամբ են Քրիստոսի մարմնի անդամներ։ Տերը կիսապռատ բնակարաններ չունի իր զավակների համար, ոչ էլ դժոխքի նախասրահը, ոչ էլ քավարանը, անգամ դա կիսապռատ չէ։ Աստծո բոլոր զավակները ծնվում են վերստին նրա ընտանիքում եւ մնում են այնտեղ հավիտյան։ Եկեք կարդանք Գաղատացիների 3-րդ գլուխ 26-ից 27 համարները։ Քանի որ դուք բոլորդ էլ Աստծո որդիներ եք, Քրիստոս Հիսուսի վրա եղած հավատով, որովհետև ձեզանից ովքեր Քրիստոսով մկրտվեցին, Քրիստոսին հագան։ Սա կարճ, ճիշտ է, մեծ վարդապետություն կա, որն էլ փոքր այսօր ինչ կիսում եմ ձեր հետ, բայց այս գաղափարը արդեն մեզ տալիս է մի ամբողջականություն, այլ ոչ թե կիսատ ինչ-որ գործողություն։ Հիսուս Քրիստոսին հավատացող բոլոր մարդիկ փրկություն ստանալով դառնում են նրա մարմինը, եկեղեցու լրիվ եւ հավասար անդամները։ Եկեք նաեւ կարդանք Եփեսացիների 4 գլուխ
4-ից 6 համարները։ Ուշադիր, մեկ մարմին, մեկ հոգի, ինչպես մեկ հույսով կանչվեցինք մեր կոչմանը, մեկ Տեր, մեկ հավատ, մեկ մկրտություն, մեկ Աստված, Հայր բոլորի, որ բոլորի վրա է, բոլորի հետ եւ ձեր բոլորի մեջ։ Այսքանից հստակ Պողոսից ավել դժվար թե այս մեր օրերում ինչ որ մեկը կարողանար նկարագրել եւ տալ երկրորդ վարդապետություն ստեղծել հոգու մկրտության հետ կապված։ Հետաքրքիր է նշել, որ նրանք, ովքեր պնդում են, որ քրիստոնյաները պետք է ձգտեն հասնել հոգու մկրտությանը, հոգևոր էլիտայի պատկանելու համար, կարծես թե համաձայն չեն Պողոսի այս ուսմունքի հետ եւ ուզում են իրենց ջանքերով հասնել մեկ այլ level, level-ը որն է, հիշում եք, այն խաղեր են խաղում, չէ՞, որ դու քո չարչարանքներով եթում ես ուրիշ աշխարհ ես ընկնում, հետո ուրիշ։ Նրանք ունեն բազմաթիվ գաղափարներ եւ տեսություններ, բայց ոչ մի մեթոդ, որը հիմնված լինի Սուրբ Գրքի վրա։ Եվ դրա պատճառը պարզ է։ Սուրբ Գիրքը չի պարունակում որևէ պատվիրան, առաջարկ կամ մեթոդ այդ մասին, թե ինչպես փնտրել կամ ստանալ երկրորդ մկրտությունը։ Եվ նրանք քարոզում են այն մարդկանց, պատկերացրեք, ում համարում են արդեն իսկ փրկված։ Նրանք ասում են, որ այս մարդիկ փրկված են, բայց երկրորդ կողմից էլ քարոզում են, որ դեռ պիտի հասնեք հոգու մկրտությանը։ Ինչու փնտրել այն, ինչ արդեն իսկ ունենք։ Ինչու փնտրել հոգու մկրտություն, որը որ արդեն իսկ ունենք։ Սամարիայում հավատացյալները, որոնք դարձի էին եկել Փիլիպոսի ծառայության ներքո, ստիպված են կարճ ժամանակ սպասել, մինչև որ ստանային Սուրբ Հոգու մկրտությունը։ Սպասել մինչև Պետրոսն ու Հովանեսը գային Սամարիա եւ ձեռքները դնեն նորադարձների վրա։ Գործք առաքելոց 8-րդ գլուխ 17 համարում։ Այդ եզակի անցումային շրջանում, որը եկեղեցին դեռ նոր ձևավորվում էր, կարելի ասել մի քանի հոգիներից, ուրեմն տեսեք, երբ եկեղեցին նոր էր սկսվում, այդ հավատացյալները պետք է սպասեին Սուրբ Հոգուն, բայց նրանց հրաման չէր տրվել փնտրել այն։ Սրանք շատ տարբեր բաներ են։ Նա չէր ասում փնտրեք, որ գտնեք Սուրբ Հոգու մկրտությունը, այլ պարզապես ասում էր սպասեք։ Այս բացատրության նպատակն այն էր, որ առաքյալները վերապրեին եւ հրեա հավատացյալներին հասցնեին այն լուրը, որ սամարացի հավատացյալները մկրտվել եւ լցվել էին նույն հոգով, որը մկրտել եւ լցրել էր հենց նրանց։ Որտեվ գիտենք, որ հրեաները կասկած ունեին, նրանք մտածում էին, որ Աստված միայն իրենց փրկիչն է, եւ սա շատ փաստեր էր, եւ սա հենց օգտագործում էր նաեւ հեթանոսների փրկության համար եւ նաեւ վկայություն։ Նույն բանը շուտով տեղի ունեցավ հենց Կոռնելիոսի տունը։ Պետրոսը եւ մի քանի այլ հրեա քրիստոնյաներ ուղարկվեցին այս տուն վկայելու, որպեսզի ավետարանը բոլոր մարդկանց համար լինի եւ Սուրբ Հոգին թափվի նաեւ հեթանոսների վրա։ Գործք առաքելոց 10-րդ գլխում ենք տեսնում։ Ինչպես այս տեքստն է հստակեցնում, եկեղեցու պատմության այս միջանկյալ անցումային շրջանի հատուկ իրադարձությունները չեն ներկայացվում ներկայումս որպես նորմեր։ Դրանք տեղի են ունեցել բոլորին ցույց տալու համար, որ Քրիստոսի մարմինը մեկ է, որը կազմված է թե հրեայից եւ թե հույնից։ Ինչ է խոսում նաեւ 13 համարում լցված հոգով։ Տեսեք, երբ մենք վերստին ծնվեցինք, Տերը ոչ միայն մեզ դրեց իր մարմնի մեջ, այլև մեր մեջ դրեց Սուրբ Հոգին։ Փրկության ժամանակ մենք բոլորս լցված ենք մեկ հոգով։ Մենք գտնվում ենք այն հոգու մեջ, որը մնում է մեր մեջ։ Ինչպես որ չկան մասամբ փրկված քրիստոնյաներ, այնպես էլ չկան քրիստոնյաներ, որոնց մեջ հոգին միայն մասամբ է բնակվում։ Հոգին չի բաժանվում մասերի եւ մեզ չի բաշխվում առանձին մասերով։ Ինչ է ասում Հովհաննես 3:34-ը, քանի որ Աստված
հոգին չափով չի տալիս։ Հոգին չափով չի տալիս, այսինքն մասամբ չի տալիս, մաս, փուլ, տարին տարվա վրա, այսինքն այսպիսի բաներ գոյություն չունեն։ Այո, մենք կարող ենք ավելի շատ լցվել հոգով, որը որ ասում է խոսքով անընդհատ աճենք, դա մեկ այլ գաղափար է, դա պարզապես գիտության հետ է կապված, գիտության, զորության, հնազանդության, այլ ոչ թե հոգին կամաց ավելի շատ է գալիս մեր մեջ, այդպիսի գաղափար չկա։ Ուրեմն ինչպես հոգով մկրտությունը, այնպես էլ քրիստոնյայի սրտում հոգու բնակությունը գրեթե նույն է փրկության հետ։ Այս բոլորը նույն փառահեղ, վերափոխող գործողության տարբեր կողմերն են, բայց դուք մարմնով չեք ապրում, այլ հոգով, եթե Աստծո հոգին բնակվում է ձեր մեջ։ Եթե բնակվում է ձեր մեջ, ուրեմն դուք ամբողջությամբ պատկանում եք Հիսուս Քրիստոսին եւ նրա մարմնի անդամն եք։ Բայց եթե մեկը Հռոմեացիների 8-ին է ասում, բայց եթե մեկը Քրիստոսի հոգին չունի, նա նրանը չէ։ Սա էլ է ամբողջությամբ հստակ պատգամ, կամ ունի, կամ չունի, տեքստը հենց դա է ցույց տալիս, որ մասամբ մեզ չի տրվում։ Այսպիսով մարդը, ով Սուրբ Հոգին չունի, հավիտենական կյանք չունի, որովհետև հավիտենական կյանքը հոգու կյանքն է։ Հավիտենական կյանքը հոգու կյանքն է։ Հետևաբար Պետրոսը կարող էր հաստատել, որ նրա աստվածային զորությունը մեզ շնորհել է կյանքի եւ աստվածպաշտության համար անհրաժեշտ ամեն ինչ, նրա ճանաչողության միջոցով, ով մեզ կանչեց փառքով եւ առաքինությամբ, որոնցով մեզ տրվեցին մեծ եւ թանկարժեք խոստումները, որպեսզի դրանցով, ասում է, դուք մասնակից դառնաք աստվածային բնությանը։ Երկրորդ Պետրոս 1:3-4 համարները։ Ուրեմն առաջարկելով երկրորդ շնորհի գործի հեռանկարը, որը տարբեր անուններով է հայտնի, բարի մտադրություններով եւ այլապես խելամիտ քրիստոնյա ծառայողները ճակերտների մեջ շփոթություն, ցավ եւ հիասթափություն են բերել շատ հավատացյալների մեջ։ Ինչու՞։ Որովհետեւ պատկերացրեք, ես հիմա ձեզ ասեմ, որ կա նաեւ երկրորդ փուլը հոգու մկրտության, բայց դու միշտ փնտրում ես այն եւ չես կարողանում գտնել։ Միշտ փնտրտուքի մեջ ես եւ մի կողմից տեսնում ես, բայց եղբորը օրհնել է քարոզի մեջ եւ այլն, ուրեմն դա հենց կոչվում է երկրորդ մկրտություն, ինքը տես լիշ լավ է հասկանում, ես վատ եմ հասկանում, այսինքն մենք սկսում ենք արդեն պատկերացնում ես տարբերի մարմնի մեջ ավելի կարևոր անդամներ գտնել եւ ոչ կարևոր անդամներ եւ դառնում եք մի կողմից դուք ոչ կարևոր եւ այն ծառայողները եւ այն քարոզիչները կամ տարբեր ծառայողները դառնում են ավելի կարևոր եւ սա սուրբ գրային հիմք չէ, որքան ես այդքան էլ դուք եք կարևոր եւ Քրիստոսի մարմնի կարևոր անդամներից մեկն է գրավում։ Ուրեմն ժամանակն ու էներգիան, որոնք կարող էին այդպիսիները օգտագործել Աստծուն պարզ, ուղակի հնազանդվելու եւ նրան արդեն տված, նրա Տիրոջ արդեն տված հանդեպ վստահության մեջ, հավատացյալները ծախսում են արդեն իսկ ունեցած լիարժեքորեն եւ առատորեն տիրապետելու ձգտման վրա։ Նրանք միշտ ձգտումների, միշտ տեսիլքների, միշտ երազների մեջ են։ Եվ գիտեք, ասում է երազանքը միակ բանն է, որ սահմաններ չունի։ Եվ նրանք միշտ այդ անսահման երազանքների մեջ են, որ պիտի հասնեն ինչ-որ երկրորդ փուլի։ Մարդը չի կարող վայելել իր ունեցածը, եթե անընդհատ փնտրում է երկրորդ օրհնություն, որը գոյություն չունի։ Անկամ առաջինը դու չես կարող վայելես առաջինը, եթե դու փնտրում ես երկրորդը։ Փրկության մասին ոչ ճշմարիտ ուսմունքը միշտ սխալներ կմտցնի սրբացման ուսմունքի մեջ։ Փրկության մասին ոչ ճշմարիտ ուսմունքը միշտ սխալներ կմտցնի սրբացման ուսմունքի մեջ։ Այսինքն նրանք, երբ որ իրենց մեղքերը տեսնեն, իրենց գայթակղությունները տեսնեն, անընդհատ, իրենց ներսում բնակվող,
նրանք կմտածեն դե սա պատճառն այն է, որ մենք չենք հասել այդ երկրորդ մկրտությանը եւ հետեւաբար նրանք չեն էլ կարող զարգացնել իրենց սրբությունը, ձգտումը, փափագը եւ նրանք կմտածեն դե ես չունեմ այդ շնորհը դրա համար էլ այսպես եմ եւ կշարունակեն պարզապես մեղանչել։ Այս ողբերգական իրավիճակի հեգնանքն այն է, որ նրանք, ովքեր փնտրում են երկրորդ օրհնություն, չեն կարող վայելել որևէ օրհնություն։ Մեր գործնական քայլերի մեջ քույրեր եղբայրներ ջան, կուզեմ որ միշտ փառք տաք, միշտ ուրախանաք Տիրոջով, որ մեզ բոլորիս մկրտել է իր հոգով։ Շարունակենք ուղղակի տարածել ավետարանը իր ողջ ճշմարտությամբ եւ խոսքը պարզապես թող մեր մեջ բնակվի հստակ, կոնկրետ, որ կարողանանք մարդկանց երկու տարբեր ուսմունքներ չտալ, մեկ Աստվածաշնչից, մյուսը մեզանից։ Եվ ամեն անգամ հիշենք այս հրաշալի պատգամը, որ մենք Քրիստոսի մեջ մեկ ենք, նա մեր մեջ է մեկ, նա մեզ մկրտեց հոգով եւ մեր մեջ բնակվում է հոգին ամբողջությամբ։ Տերը օրհնի ձեզ եւ իր խոսքը եկեք կարճ աղոթք անենք ու ավարտենք։